Հարցս վերաբերվում է Կապանի ֆուտբոլային մարզադաշտին, նախորդ տարի երևի հունիսին, հանրային գերակա շատ ճանաչվեց Կապանի մարզադաշտը, բայց կարծես թե գործընթացները դանդաղ են առաջ գնում, կուզենայի տեղեկատվություն հաղորդեին կառավարության գործընկերների մարզադաշտի մասով, հաշվի առնելով նամանավանդ, որ Կապանում ֆուտբոլի հանդեպ ուշադրությունը մեծանում է, 600-ից ավել երեխաներ տարբեր մանկապատանեկան խմբակներում մարզվում են ֆուտբոլով եւ կարեւորում եմ նաեւ, որ հնարավորինս շուտ այդ հարցը հասնի իր դրամաբանական ավարտին, հաշվի առնելով նաեւ, որ Կապանում կա պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Սյունիք ֆուտբոլային ակումբը, որը լավ արդյունքներ է ցույց տալիս առաջի խմբում Հայաստանի ֆուտբոլի առաքելության եւ մարզադաշտի խնդիրը լուծելուց հետո հնարավորություն կունենան Կապանում վերջապես տարիներ անց բարձրագույն խմբի առաջնության խաղեր դիտել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Տիկին Ժան Անդրեասյանը, Տիկին Անդրեասյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ։ Մեր անդիմադիր գործընկերների տեղերը զբաղեցրել մեր օպերատորները։ Կարող եք գրանցվել հարցերով, եթե կա, կարծում եմ օգուտը ավելի շատ կլինի։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, հարցի համար, այո, այս թեման բավական երկար քննարկված թեմա է եւ առաջնահերթությունը Կապանում ունենալ արդիական եւ պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ իսկապես հրատապ է։ Գիտեք, որ կառավարությունն էլ մեծ ջանքեր է դնում ֆուտբոլային ժամանակակից ենթակառուցվածք ունենալու եւ հենց այս պահին մենք մի շարք որոշումներ ունենք կայացրած Վանաձորի ստադիոնի արդիականացման ուղղությամբ, ինչպես նաեւ կառավարությունը աջակցեց, որպեսզի վաղարշաբաթ համայնքում ձևավորվի մասնավորի կողմից նաեւ UEFA-ի ստանդարտներին համապատասխանող նոր ֆուտբոլային մարզադաշտ եւ շարունակում ենք մեր աշխատանքները այս ուղղությամբ, ինչ վերաբերում է Կապանի ֆուտբոլային մարզադաշտին, այստեղ process-ները ընթացել են հետեւյալ տրամաբանությամբ, գնահատվել է գույքը եւ այդ գույքի գնահատման արդյունքների հետ կապված կադաստրի կոմիտեի գործընկերները որոշակի խնդիրներ են բարձրացրել եւ հիմա ըստ էության գտնվում ենք այս գույքի գնահատված արժեքի ճշգրտման փուլում, պետք է ասեմ, որ ցավոք այս խնդիրը միակը չի, մենք ունենում ենք խնդիրներ, երբ որ անշարժ գույքի գնահատման գործընթացում գնահատման հաշվետվությունների հետ կապված հարցեր են առաջանում եւ դրանք ցավոք նաեւ երկարաձգում են գործընթացները ավելի, քան մենք պլանավորել ենք եւ իմ մատնանշած դեպքերից մեկը վաղարշաբաթ համայնքում Նոա ֆուտբոլային ակումբի կողմից մարզադաշտի կառուցման process-ում էլ ըստ էության ձգձգումներ ունեցանք հենց նմանատիպ խնդիրների պատճառով։ Կարծում եմ, որ առաջիկայում մի համատեղ քննարկում կանենք բոլոր գործընկերների հետ միասին եւ լուծում կգտնենք, ինչպես որ դա արեցինք վաղարշաբաթի պարագայում, որովհետեւ իսկապես ծրագիրը կարեւոր է եւ կարծում եմ պետք է կարողանանք այս ընթացակարգերն էլ հասկանալով լուծումներ գտնել եւ շարժվել առաջ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին նախարար, կխնդրեմ նաև ձեր ուշադրությունը ուղղել Ագարակի մարզադաշտին, այնտեղ համայնքի ղեկավարի եւ մասնավոր գործընկեր հանքարդյունաբերող ընկերության հետ որոշակի պայմանավորվածություն կա փուլային ներդրում անելու, ֆեդերացիայի ղեկավարի հետ եմ ես խոսացել, որ ինչ որ փուլից մեկնարկենք եւ ցանկալի կլինի, որ նախարարությունն էլ նաեւ որպես պետական կառույց ներգրաված լինի այդ գործընթացին եւ նշեցիք Վանաձորի մարզադաշտը, մենք գիտենք, որ նախատեսվում է աշխարհի առողջության երիտասարդական առողջություն աշխարհի 2029 թվականին, եթե չեմ սխալվում, Վրաստանի հետ համատեղ հայտ ենք ներկայացրել եւ ամենայն հավանականությամբ հնարավոր է Հայաստանում եւ Վրաստանում տեղի ունենա, դիտարկվում է արդյոք, եթե Կապանի մարզադաշտը հնարավորինս արագ տեմպերով ստանա լուծում նաեւ այդտեղ խաղ անցկացնի, թե սպասենք հետագայում այլ միջազգային հանդիպումների մասով։ Եթե մարզադաշտը շուտ կանգնվի, վերանորոգվի, ես վստահ եմ, որ Կապանը ներկայացնող թիմը Եվրոգավաթներում կհայտնվի եւ մենք միջազգային խաղ այնուամենայնիվ այնտեղ կունենանք։ Շնորհակալություն։
Պարոն Դանելյան, իհարկե այստեղ մենք միանգամից մի քանի եթեներ ունենք, այս պահին աշխարհի առաջնությունը Հայաստանում եւ Վրաստանում անցկացնելու հայտը դեռևս քննարկվում է FIFA-ի գործընկերների կողմից եւ առաջիկայում մենք սպասում ենք որոշմանը, իհարկե կառավարությունը ամբողջ ջանքը դրել է եւ մենք բոլոր որոշումները կայացրել ենք, որպեսզի պետության կողմից աջակցության հանգամանքները բավարար լինեն դրական որոշման համար եւ բնականաբար իհարկե շատ ուրախ կլինենք, որ Կապանում մարզադաշտը պատշաճ վիճակին լինի մինչև այդ հնարավոր առաջնությունը 29 թվականին։ Ես ուղղակի պետք է հիշեցնեմ, որ դրանք Հայաստան-Վրաստան համատեղ հյուրընկալության մասին են եւ հետեւաբար լոգիստիկ առումով այնպիսի վայրեր պետք է ընտրվեն, որոնք հարմար լինեն երկու երկրներում զուգահեռաբար առաջնությունը անցկացնելու։ Իհարկե հաշվի առնելով, որ Կապան թռիչքներ կան, ոչինչ չի կարելի բացառել, եկեք մենք գործերը անենք, արդեն մնացածը կլինի կազմակերպչական հարցեր։ Շնորհակալություն։